$25 միլիոն բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսներ ձեռք կբերի կառավարությունը Հրազդանում կառուցվող Firebird AI ընկերությունից 5 տարի ժամկետով։ Կնքվող պայմանագիրը դրա վկայությունն է։ Այսօր ըստ էության մենք այս համաձայնությամբ հայտարարում ենք, որ սկսում ենք այդ մի մասը, ռեսուրսների մի մասը կառավարությունը ձեռք բերի եւ բաշխի ոլորտին, ինդուստրիային, պայմանով, որ եթե ոլորտը կկարողանա հնարավորինս արագ, իսկ ես դրա հույսերն ունեմ, ուտիլիզացնել, կլանել այդ ռեսուրսը, մենք շարունակելու ենք ավելի մեծ համագործակցության սահմաններ քննարկել ընկերության հետ։ Երբ արհեստական բանականությանը, օրինակ ChatGPT-ին ինչ-որ հարց ենք տալիս, այդ հարցին այն պատասխանում է հենց բարձր արտադրողականությամբ հաշվողական ռեսուրսների միջոցով։ Դրանք կարողանում են շատ կարճ ժամանակում մեծ քանակի տվյալներ մշակել։ Ի սկզբանե սահմանած երազանքի մեջ շատ կարևոր մի առանցքային նշանակություն էր, որ այն ռեսուրսը, որ պիտի գեներացվեր արդեն ֆիզիկապես Հայաստանի Հանրապետության տարածքում, նախ եւ առաջ գար եւ ծառայեր այդ ոլորտների զարգացմանը։ Այս գաղափարը փիլիսոփայությունն է ի սկզբանե ներդրված եղել բոլորիս մտքում եւ միայն հետո տնտեսական եւ մյուս շերտերը իրականում որպես բիզնես գործունեություն։ Արհեստական բանականության համակարգերի նախագծում, ուսուցում, տեղակայում ձեռք բերված ռեսուրսները արհեստական բանականության ոլորտի ստարտափներին, գիտահետազոտական խմբերին, ուսումնական հաստատություններին եւ անհատ մասնագետներին կտրամադրվեն այդպիսի ծրագրերի համար։ Մենք հենց առաջի օրվանից քննարկել ենք միմյանց հետ, ինչպես այս ծառայական ռեսուրսը կարա ծառայի մեր թե համալսարաններին, թե ստարտափ համակարգին եւ թե այն ընկերություններին, որոնք սկսում են AI ուղղվածությամբ գործունեություն ծավալել եւ այն ինչ որ խոսացել էինք, հիմա ոնց որ արդեն թղթին ենք վերածել ու մենք Firebird-ով իհարկե շատ բարդ ենք ու ուրախ ենք, որ կարողանում ենք նաև այս ծրագրին մասնակցել։ Հաշվողական ռեսուրսները կտրամադրի Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտը։ Այն նորարարությունների եւ համագործակցության հարթակ է, որ գործարկվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից։ Այս հարթակի միջոցով հաշվողական ռեսուրսները ստանալու համար կընդունվեն հայտերը, կնույնականացվեն դիմողները։ Հիշեցնենք, Firebird ընկերությունը Հայաստանի կառավարության Nvidia ընկերության հետ համագործակցությամբ Հրազդանում կառուցում է Հայաստանի ամենամեծ տվյալների կենտրոնը։ 6000 GPU-ներ ամբողջությամբ կուղարկվեն Հայաստան։ GPU-ների քանակով Հայաստանը կհամեմատվի Գերմանիայի հետ։ Սակայն տարվա վերջում, երբ իրականացվի ծրագրի երկրորդ փուլը, Հայաստանը կհայտնվի աշխարհի առաջատար 5 երկրների շարքում։ Բայց Հայաստանը չպետք է այդտեղ կանգ առնի, պետք է առաջ գնա, շարունակում է Nvidia ընկերության փոխնախագահը։ Այս նախագծին, ինչպես բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է նշում, հնարավոր եղավ մի սուարյուն տալ Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև քաղաքական ամենաբարձր մակարդակով կնքված ռազմավարական պայմանավորվածությունների շնորհիվ։ Էմմա Վարդանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։